Հիսուս Քրիստոսի խաղաղությունով բարի օր եմ մաղթում բոլորիս։ Փառավորվի եռամեկ Աստված, Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, մեր բոլորիս կյանքերի մեջ։ Սիրելիներ, ուզում եմ վկայել իմ բժշկության մասին, իմ հանդիպման մասին, թե ինչպես է տեղի ունեցել իմ հանդիպումը իմ Փրկչի Հիսուս Քրիստոսի հետ, հարության Հիսուս Քրիստոսի հետ։ Տակավին երիտասարդ, կարելի ասած պատանի էի, տառապում էի միգրեն կոչված ծանր հիվանդությունով։ Դա սաստիկ գլխացավեր է, այսպես ասած, պրիստուպների նման, շատ ծանր վիճակում էի հայտնվել և անգամ չէի էլ ցանկանում բժիշկների դիմել, որովհետև մանկությունից իմ մեջ վախ է եղել բժիշկների հանդեպ։ Չգիտեմ ինչպես է դա ձևավորվել, երկար պատմություն է դա, միգուցե և կարողանամ պատմել, բայց որպեսզի ժամանակս չվատնեմ դրա վրա, խոսեմ իմ վկայությունը։ Տառապում էի ուրեմն այդ հիվանդությունով և շատերը, ովքեր որ արդեն տարբեր խմբակներ էին գնացել, տարբեր խմբակներ էին հաճախել, մեկը շաբաթապա, այն մյուսը, չգիտեմ, տարանուն այսպիսի խմբավորումների մեջ էին գնացել մասնակցել, իմ շրջապատում, իմ ծանոթ մարդկանցից հանդիպում էին այդպիսի մարդիկ, որոնք վկայում էին Հիսուս Քրիստոսի մասին, Աստծո բժշկության մասին, հրաշքների մասին, վերջին օրերի մասին, որ այս երկիր մոլորակը պիտի վերանա, երկնային արքայության մասին, մի խոսքով, այսպես ասեմ, ձևականությունը պահպանելու համար այո էի ասում այդ մարդկանց, իբր հավատացի իրենց, այսպես ընդունեցի իրենց խոսքը, բայց իրականում բանից պարզվում է, որ սրտիս խորքում հենց այդպես էլ այդ սերմերը գցվել էին և սրտիս խորքում ընդունել էի։ Եվ այսպես ժամանակը անցնում էր, ես այդ գլխացավերից տառապում էի, մեկ էլ մի գեղեցիկ օր, շաբաթապա մի մարդ, այսպիսի մի խոսք ասեց, որ երկրագունդը պիտի վերանա և պիտի փրկվեն միայն նրանք իրենց ընտանիքներով, ովքեր որ հավատում են Աստծուն, Հիսուս Քրիստոսի անունը անգամ ինքը չտվեց։ Եվ այդ օրը ես ասեցի, որ ես պիտի հավատամ Աստծուն, այսինքն պիտի գնամ հավատքի, այդ խմբակների մեջ պիտի գնամ, որպեսզի ես էլ փրկվեմ իմ ընտանիքն էլ։